Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լուրերի թողարկումն է, առաջարկում ենք դիտել այսօր ծրագրում։ Զվարթնոց օդանավակայանում մեկ ժամանոց կանգառի ընթացքում պետքարտուղար Ռուբիոն Հայաստանի արտգործնախարարի հետ միասին իր ստորագրությունը դրեց մի շարք երկկողմ փաստաթղթերի տակ։ Մասնավորաբար նախաստորագրվեց TRIP նախագծի շրջանակային համաձայնագիրը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կրկին Հայաստանի մասին է խոսել, հայտարարելով, թե հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից։ Պետդումայից էլ սպառնում են խստացնել միգրացիոն կարգավորումները։ Չնայած ռուսների կոշտ հակազդեցությանը, պաշտոնական Երևանը չի հրաժարվում երկաթուղու կոնցեսիոն նոր կառավարիչ գտնելու հույսերից։ Կոտայքում քաղաքացիական պայմանագրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր մարդկանց պատմում էր մայիսի 28-ին սպասվող զորահանդեսի մասին։ Լոռիում ուժեղ Հայաստանը հերքում է, թե ընտրակաշառք է խոստանում եւ տալիս ընտրողներին, թեև գրեթե ամեն օր հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսումներ է հրապարակում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդն էլ այսօր բացառել է, որ ունեցվածքը պահելու համար իշխանության հետ համագործակցության կգնա։ Նախ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Երևանյան այցի մասին, որը ընդամենը 1 ժամ տևեց եւ սահմանափակվեց Զվարթնոց օդանավակայանի տարածքով։ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը հենց օդանավակայանում մի շարք փաստաթղթեր այսօր ստորագրեցին, այդ թվում նախաստորագրեցին TRIP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Պետքարտուղարը այսօր նաև աջակցող հայտարարություն արեց Հայաստանի իշխանություններին, ասելով, թե Փաշինյանն ու նրա թիմը ուղի են հարթում դեպի Հայաստանի ավելի պայծառ եւ ավելի անկախ ապագա։ Իմ գործընկեր Աստղիկ Բեդևյանն է հետևել Ռուբիոյի այցին եւ հաջորդող իրադարձություններին։ Ավարտվեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան, ես ասեմ, որ 3 փաստաթուղթ այստեղ, 2-ը ստորագրվեցին, 1-ը նախաստորագրվեց, նախաստորագրված փաստաթուղթը ես անունը ընթերցեմ, Թրամփի ուղի նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն էր, ստորագրվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը եւ ստորագրվեց կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը լրագրողների հարցերին չպատասխանեց, նախարար Միրզոյանն ու պետքարտուղար Ռուբիոն լրագրողների համար միայն հայտարարություններով հանդես եկան եւ Թրամփի ուղին իր խոսքում կամ TRIP-ը իր խոսքում պետքարտուղարը պատմական երթուղի համարեց։ This agreement marks the biggest step to date. Այս համաձայնագիրը նշանավորում է մինչև օրս արված ամենամեծ քայլը, այս պատմական երթուղին իրականություն դարձնելու, խաղաղությունն առաջ մղելու եւ Հայաստանում ու ամբողջ տարածաշրջանում բարօրությունը մեծացնելու ուղղությամբ։ Սակայն մեր հարաբերությունները լոկ TRIP-ով չեն սահմանափակվում, դրանք կառուցվում են շատ այլ եղանակներով եւ դա այս վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է։ Նախագահն անձամբ շատ հպարտ է ոչ միայն TRIP-ով, այլև բոլոր այն բաներով, որոնք մենք շարունակում ենք կառուցել։ Դա լինելու է նրա որպես նախագահի երկրորդ ժամկետի ժառանգության կարևոր մասը, եւ մենք այսօր այստեղ ենք շարունակելու աշխատել այդ ուղղությամբ։ Ահա թե ինչու այսօր թարմացնելով ռազմավարական գործընկերության կանոնադրությունը հնարավորություն է ստեղծվում ուրվագծելու Միացյալ Նահանգներ Հայաստան երկկողմ հարաբերությունների ապագան եւ կերտելու գործընկերության ու տնտեսական հնարավորությունների նոր ուղի հայերի եւ ամերիկացիների համար։ Շատ պարզ ասեմ, մենք հիմքեր ենք դնում այնպիսի տնտեսական ներգրավվածության համար, որը թույլ է տալիս հայերին գումար վաստակել եւ հասնել բարօրության, իսկ ամերիկացիներին անել նույնը եւ դա անել միասին, ինչը ազգերին միմյանց կապելու ամենաամուր միջոցներից է, միշտ գործելով այնպես, որ հարգվի ձեր ինքնիշխանությունը որպես պետության, բայց այնպիսի եղանակներով, որոնք փոխշահավետ են։
Հայաստանի արտգործնախարարը շեշտում էր, որ այս նախաստորագրումը շատ արագ, նա շաբաթների մասին էր խոսում, ստորագրման կարող է վերածվել։ Նախարար Միրզոյանը այսօր կրկին շեշտեց, որ թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է, իսկ բաղադրիչները երրորդ երկրների հետ համագործակցությամբ կարող են իրականացվել։ Ազատությունը հենց այդ մասով էլ հարց ուղղեց Արարատ Միրզոյանին։ Պայմանագրում միջպետական արդեն, որը նախաստորագրեցինք պետքարտուղար Ռուբիոյի հետ, front office, back office-ի մասոյին ուղղակի հղում է արվում հունվարի 13-ին ստորագրված իրագործման շրջանակին, այսինքն եթե այն ժամանակ հայ հանրությունը տենց առանձնապես անբավարարվածություն կամ մտահոգություն չունեցավ, կային մտահոգություններ, հետո հենց հրապարակեցինք խոսակցություններ, բնականաբար դադարեցին մեծամասն, որովհետև սևով սպիտակի վրա գրված է, եթե այն ժամանակ այս մասով մտահոգություններ փարատվեցին, հիմա կարող եմ ասել, որ հղում է արվում front office, back office-ի մասով այդ փաստաթղթին։ Կարող է երրորդ երկրի պատվիրակվել։ Կա արդեն խոսակցություն, հնարավոր է որոշ երրորդ երկրի հետ արդեն կա պայմանավորվածություն։ Պայմանավորվածություններ որևէ չկա։ Շնորհակալություն։ Ես ասացի, մտքերի փոխանակություն կան տարբեր բաղադրիչների մասով տարբեր ընկերությունների հետ, բայց որևէ մեկը հասունացած չի այնքան, որ համարենք պայմանավորվածություն կամ նույնիսկ, չգիտեմ, իրագործման որևէ նախնական փուլ։ Ազատությունը նախարար Միրզոյանին հիշեցրեց նաև անցած տարվա օգոստոսին, երբ հայկական պատվիրակությունը Վաշինգտոնում էր գտնվում, նախագահ Թրամփի խոստումը աջակցել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցում։ Քիչ առաջ ինչքան որ անհրաժեշտ համարում էի գերիների եւ ամերիկյան կողմի հետաքրության եւ նրանց գործադրած եւ գործադրելիք ջանքերի մասին արտահայտվեցի, այս պահին ավելին ասել նպատակարար չեմ համարում, ամբողջությամբ կրկնում եմ այն պատասխանը, ինչ քիչ առաջ ասեց, ինչը Թրամփի խոստումը ուժի մեջ է։ Դուք լսել եք, որ ամերիկյան կողմը Թրամփի կամ որևէ այլ պաշտոնյայի մակարդակով հայտարարել է, որ այն մի կետ այլևս ուժը կորցրած է ճանաչվում։ Ամերիկյան կողմը չի մոռանում եւ մենք էլ, քանի որ, կրկնում եմ, ինչպես քիչ առաջ ասեցի, մենք էլ դա համարում ենք մեր մշտական օրակարգի մաս, չկան այդ պայմանները, որոնց դեպքում դա կմոռացվի, հա։ Եվ ընտրություններից առաջ Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղարը այսօր նաև աջակցող հայտարարություն արեց վարչապետ Փաշինյանին եւ նրա թիմին։ Let me just say that both yourself Թույլ տվեք պարզապես ասել, որ թե դուք, թե վարչապետը եւ ձեր ամբողջ թիմն ուղի եք հարթում դեպի Հայաստանի ավելի պայծառ ու ավելի անկախ ապագա։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ ցույց տալու իմ աջակցությունը նրանց խիզախությանը, նրանց տեսլականին, իմ աջակցությունը նրանց նվիրվածությանը, իմ աջակցությունը նրանց պատրաստակամությանը անելու ամենը իրենց երկրի ապագայի համար։ Մենք շատ ուրախ եւ հպարտ ենք դրա մի մասնիկը լինելու համար եւ անհամբերությամբ սպասում ենք միասին էլ ավելին անելուն։ and we can't wait to do more together. Ես ասեմ, որ պետքարտուղար Ռուբիոն ընդհանուր առմամբ Երևանում մոտ 1 ժամ գտնվեց։ Այդ 1 ժամվա ընթացքում պետքարտուղարն ու նախարար Միրզոյանը հանդիպում ունեցան, հայ-ամերիկյան, այսպես ասած, բանակցություններ ընթացան, եղավ նախաստորագրում եւ երկու փաստաթղթերի ստորագրում, նաեւ մամուլի համար հայտարարություններ։ Եվ այս ամենը տեղի ունեցավ Զվարթնոց օդանավակայանում նախագահական այս սրահում, իսկ հանդիպումը հենց այս սրահում, հենց այս սենյակում տեղի ունեցավ, որը փակ էր լրագրողների համար։ Զվարթնոցից հաղորդում էր Աստղիկ Բեդևյանը եւ մինչ գերիների ազատ արձակման հարցում որևէ նորություն այս պահին չկա, Բաքվում սկսվել է 15 հայերի, այդ թվում Արցախի նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքի քննությունը։ Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին։ Ադրբեջանական կողմը նրանց մեղավոր ճանաչեց մի շարք ծանրագույն, այդ թվում խաղաղության, մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման եւ այլ հոդվածներով։ Ռուբեն Վարդանյանը, որի գործը առանձին վարույթով է քննվել, հրաժարվել է բողոքարկել դատական ակտը, նա այս գործընթացը ֆարս է համարում։ Այդուհանդերձ տեղեկություններ կան, որ հայ գերիները ցանկանում են սպառել Ադրբեջանի ներպետական ատյանները, որպեսզի կարողանան դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Իսկ հայ ռուսական լարված հարաբերությունների պայմաններում Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումը օրեցօր մեծանում է։ Արդեն հարյուրավոր մեքենաներ օրերով կանգնած են ռուսական սահմանին եւ հարակից մաքսակետերում, հիմնականում միրգ եւ բանջարեղեն տեղափոխող բեռներով։ Զուգահեռ Մոսկվան չի դադարում կոշտ քննադատության ենթարկել Հայաստանի իշխանությանը, իսկ պաշտոնական Երևանը շարունակում է վստահեցնել, թե Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական կապերը։ Մի պատմություն են սարքել մեր գլխին, որի մեջից ես չգիտեմ երբ դուրս կգամ ու ինձ դեպով դուրս կգամ։ Լարսում հայկական բեռնատարների կուտակումը մեծանում է, իսկ բեռնափոխադրողների անորոշությունը խորանում։ Օրեր շարունակ 19 տոննա պղպեղ բարձած բեռնատարի վարորդն անհանգստացած է, բանջարեղենը երկար չի կարող այդպես պահել։ Կողքին հայկական միրգ բանջարեղեն տեղափոխող բեռնատարների այլ վարորդներ են, որոնցից շատերին, ասում է, ռուսները զգուշացրել են, պետք է Հայաստան վերադառնաք։ Բոլորը ձևակերպված են ետդարձ դեպի Հայաստան, բայց ոչ մեկին թույլ չեն տալի գնալ դեպի Հայաստան։ Փաստաթղթերը չեն տալի։ Ետդարձի ձևակերպումից հետո այդ մեքենաները դեռ պետք է մտնեն զննում, որը որ չի տեղավորվում տրամաբանության մեջ, ինչի է մտնում զննում։ Եթե մեքենան արդեն ձևակերպված է ետդարձ Հայաստան։ Վարորդները պնդում են Ռուսաստանի սահմանին ու հարակից մաքսակետերում կուտակված հայկական բեռնատարների թիվն արդեն մի քանի հարյուրի է հասնում։ Այսօր էլ մեկ այլ լուր են ստացել։ Չեն տալի փաստաթղթերը։ Մեքենաները կանգնած են, հետո գալիս է մեկ այլ ինֆորմացիա, որ ամբողջ բեռը պետք է բեռնաթափեն, պետք է անցնեք այդ բոլոր process-ը, անորոշ վիճակով։ Հիմա ինձ հետ կանգնած օրինակի քար կա, կահույք, տարբեր բեռներ կան ինձ հետ կանգնած։ Ուղղակի նրանք այդքան անհանգստացած չեն, որովհետև իրանց մոտ սառնարան չի աշխատում։ Անանուն մնալ ցանկացող այս բեռնափոխադրողն ասում է, իրենց ընկերներից մի քանիսն էլ տոննաներով հայկական բեռները հասցրել են Բելարուս ու հիմա էլ այնտեղ են ասում, վաճառքի ենթակա չէ։ Բայց պնդում են, Հայաստանում անցել են անհրաժեշտ ստուգումները, ըստ որի բեռը խնդիր չունի։ Հայաստանում ստուգվել է, մտել է Լարսով անցել է, Լարսում արդեն չի ստուգվում, Բելարուսը գնացող բեռով։ Բելարուսիայում ստուգում են, ասում են, չգիտեմ, հիվանդություն կա, չի համապատասխանում, արդեն այնտեղ են սկսել մերժել։ Արդեն 2-3 դեպք է։ Այնտեղ արդեն պետք է ուտիլիզացնել եւ այդ վճարները վճարել, ուտիլիզացիան էլ է մեծ գումարներ։ Այս բեռնափոխադրողի խոսքով օրինակ Բելարուս հասած ապրանքը, որ պետք է տեղի շուկայում վաճառվեր ու տնտեսվարողը ստանար դրա գումարը, հիմա պետք է ոչնչացվի ու աղբ դառնա, կամ էլ անվճար թողնեն սահմանին ու վերադառնան, որովհետեւ ապրանքի ոչնչացման համար, ըստ մեր զրուցակցի, պետք է վարորդը կամ հենց տնտեսվարողը վճարի։ Նրանք վստահ են, սա քաղաքական հաշվեհարդար է Հայաստանի նկատմամբ, որը չնայած Ռուսաստանից ամեն օր հնչող զգուշացումների, այդպես էլ չի ասում։ Հիմա ԵՄ թե ԵԱՏՄ-ի ուղին է բռնում։ Մեր պետության ընտրություններն է կարևոր, դրա պատճառով է երևի ես ամեն ինչ, քանի որ երբ որ ինչ-որ բան են Հայաստանում ասում, որ իրանց դուրը չի գալիս, այդ դեպքում է հիմնականում ելնում խոչընդոտները մեր բեռնափոխադրողների հետ կապված։ Բեռնափոխադրողների միջոցով փորձում են ազդել քաղաքացիական ընտրությունների վրա, որ իրանց ուզած ուժերը ավելի շատ ձայնահավաք են հասնեն։ Հայաստանի արտգործ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է դեպի Ռուսաստան արտահանվող տարբեր ապրանքներում պարբերաբար խնդիրներ ծագում են ու նա դա չի կապում ընտրությունների հետ։ Նես չի, որ նախկինում այդպիսի բան չի եղել եւ ահա հիմա մեր ընտրությունների ընտրապայքարի կամ որևէ ինչ-որ նարատիվի ֆոնին այսպիսի բան քայլի են դիմում Ռուսաստանի իշխանությունները։ Կան խնդիրներ, այդ խնդիրները մշտապես ծագել են, ծագում են, մենք հակված ենք կառուցողական առողջ գործընկերային քննարկումների մթնոլորտում գտնել լուծումներ։ Ռուսական կողմին Հայաստանի այս հավաստիացումները կարծես չեն համոզում այսօր էլ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն է կշտամբել Երևանին, թե ամեն անգամ չմասնակցելով հապ քաղաքներին մտածածին պատճառներ է մատնանշում։ Շոյգուն ընդգծել է. Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա եւ պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից, սակայն սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է եւ նրա պատասխանատվությունն իր երկրի եւ ժողովրդի ապագայի համար։ Հայաստանի պաշտոնյաները չեն հստակեցնում այս պահին քանի հայկական բեռնատար է խնդիրների բախվել։ Պատասխանատու կառույցները ոչինչ չեն ասում ու մեկը մյուսի վրա են գցում։ Ռուսական կողմը անցած շաբաթվանից տնտեսական սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ, մասնավորապես սարքելել է ծաղիկների ներմուծումը, ջերմուկի ու մի շարք ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Այսօր էլ Մոսկվայից խոսել են Հայաստանի քաղաքացիների համար միգրացիոն արտոնությունները չեղարկման հնարավորության մասին։
Մասնավորապես Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը ասել է մեջբերեմ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը որոշի տարանջատվել Հայաստանից։ Հետևանքները շատ ավելի ծանր են լինելու մեջբերման ավարտը։ Տոլստոյը հայ միգրանտների արտոնությունների շարքում նշել է Ռուսաստանի տարածքում առանց գրանցման երկարաժամկետ կեցության իրավունքը կամ աշխատանքի ընդունման պարզեցված կարգը։ Առաջիկա օրերին էլ Աստանայում նախատեսված է ԵԱՏՄ նիստը, որտեղ քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը։ Հայ-ռուսական սրվող հարաբերությունների ֆոնին կրկին օրակարգում է հայտնվել հայկական երկաթուղու հարցը։ Թեպետ այն կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական կողմին եւ Մոսկվայի հետ բանակցություններ կային, որ ռուսները ստանձնեն դեպի Թուրքիա եւ Ադրբեջան գնացող երկու հատվածների վերանորոգումը, բայց վարչապետը օրերս հայտարարեց, որ դա կանի Հայաստանի կառավարությունը։ Նշանակում է արդյոք, որ ռուսների հետ բանակցությունները տապալվել են։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր Ազատության հետ զրույցում պնդել է, թե երկխոսություն ամեն դեպքում կա։ Կա հնարավորություն, որ ռուսական կողմը ի վերջո կհամաձայնի եւ կառավարումը իրենցից երկաթուղու կանցնի որևէ այլ երկրի։ Այդ թեման մեր օրակարգի մաս է, մենք շարունակել ենք քննարկել եւ լուծումներ փնտրել։ Այս պահին բանակցությունները շարունակվում է եւ հենց որ մենք արդյունքներ ունենանք, բնականաբար կհայտարարենք դրա մասին։ Վարչապետը նշում էր, որ Հայաստանը շրջանցելու վտանգ է տեսնում նույն այս հարցի բերումով, որ ռուսական երկաթուղիներն են կառավարում հայաստանյան ցանցը, այդ վտանգը շարունակում է գոյություն ունենա։ Այդ վտանգը նաև պայմանավորված է սանկցիաներով, որը գոյություն ունի արևմտյան երկրների կողմից, բնականաբար, քանի դեռ սանկցիաները իրական են, այդ վտանգը շարունակում է մնալ։ Նախընտրական գործընթացի մասին էլ այժմ քարոզարշավի 19-րդ օրը այսօր քաղաքական ուժերը շարունակել են ընտրողների հետ հանդիպումները։ Առավել շատ ժամանակ, սակայն տրամադրում են ոչ թե ծրագրերը ներկայացնելուն, այլ միմյանց մեղադրելուն։ Կոտայքում էր այսօր քաղաքացիական պայմանագիրը։ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց նախկիններին, քննադատեց, թե բանակը նրանց օրոք ունեցել է 60-ական, 70-ականների զենք, մարդկանց էլ հորդորեց բաց չթողնել մայիսի 28-ի տոնական զորահանդեսը, որտեղ կտեսնեն ինչ պաշտպանական զենք ունի այսօրվա հայկական բանակը։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 19-րդ օրը Կոտայքի մարզում էր։ Մեղրաձորից մինչև Եղվարդ Փաշինյանն այսօր մարդկանց պատմում էր Հանրապետության օրը սպասվող զորահանդեսի մասին։ Ինքը դա անվանում էր հաշվետվություն եւ մարդկանց հորդորում բաց չթողնել այդ իրադարձությունը։ Չէր մոռանում նաեւ ընդգծել Հայաստանի բանակը պաշտպանվելու համար է, ոչ թե ագրեսիայի։ Մեր ժողովուրդը իրապես իր բանակը տոնելու առիթ ունենալու, իր բանակը տոնելու առիթ ունենալու եւ այդ բանակը նորա հագուստով, դաշտային հագուստով, տոնական հագուստով, բայց նաեւ հայեցակարգով։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է օգտագործվի եւ կիրառվի միայն ու միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը միջազգայինորեն ճանաչված պաշտպանելու համար։ Այլ խնդիրների համար բանակը չի կարող կիրառվել։ Կոտայքի մարզի գրեթե բոլոր համայնքներում Նիկոլ Փաշինյանը քննադատեց նախկին իշխանությանը, թե բանակը նրանց օրոք ունեցել է ոչ թե 80-ականների զենքեր, ինչպես հայտարարում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ 60-70-ականների, իսկ այսօր պնդեց դրանք նոր են։ Մեր զենքերի 70%-ը եղել է մեզ նվիրած զենք։ Մենք փող չենք տվել դա առել։ Մեզ նվիրած նեկանդիցիոննի զենք, այսինքն որը արդեն գործածումից դուրս գալու եզրին, կամ էլ գործածությունից դե ֆակտո դուրս է եկել մի քանի ռեմոնտով կյանքը երկարաձգում են։ Մինչդեռ 2 տարի առաջ, երբ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան իշխանությանը դարձյալ մեղադրում էր 2023 թվականի ադրբեջանական հարձակման ժամանակ հանձնվելու եւ չկռվելու համար, սպառազինության որակի եւ ձեռքբերման պայմանների վերաբերյալ այլ պնդում էր անում, դժգոհելով, թե այն հանձնվել է Բաքվին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին, կարգին, յուղած վիճակում հանձնեցին Ադրբեջանը։ Հայաստանի ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված
մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին, կարգին, յուղած, զինամթերքով հանձնեցին Ադրբեջանին։ Նոր բանակի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթն այս զրուցարանում հավաքված տղամարդկանց այնքան էլ լսելի չէ։ Հարցրինք, ինչու չեն փորձում մի փոքր առաջանալ եւ լսել վարչապետին։ Ինչ լսենք, կեսվակ է սուտ ասում։ Իրան հաղթանակը, հա, որ 5000 հոգի տարավողը դրեց։ Դրա համար հա հրավիրում զորահանդես։ Հա դե երրատոնա չէ մեր մոտ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթից ոչ մի բառ չի ցանկանում բաց թողնել այս տղամարդը։ Բջնիից էր եկել Չարենցավան, որ լսեր Նիկոլ Փաշինյանին։ Ինքը եկա փրկեց մեր ազգին, մեր ժողովրդին 18 թվականից մինչև մեկա։ 90 թվականից մինչև 18 թիվը մենք վախի մեջ ենք ապրում։ Ինչ է փոխվել Հայաստանում 2018 թվականից հետո։ Սա այն հիմնական հարցն է, որին գրեթե բոլոր ելույթներում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պատասխանները լսել, բայց աչքի տեսածին է հավատում այս տղամարդը։ Երեկվանից սաղ ճամփերքը փակ բանը կանգնած, լրիվ հսկում են, որ հանկարծ ավելորդ շարժում չլի։ Այսքան ռեսուրսը օգտագործում են, չի կարելի, չէ։ Ինքը միջևերտ իրան ճղում էր ամբիոնի վրից, որ ընդդիմադիր պատգամավոր էր։ Ցույց էր տալի, որ տեսեք Նորվեգիայի մսենց, հա, այն մեկ էր մյուսը, հա, մեկ էր մյուս երկրները մսենցա, ինքը քանի տիպի ջիպերով է գալիս։ Վարչապետի այցին զուգահեռ ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել Չարենցավանցի Գևորգ Հակոբյանին։ Նա ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ այս մարզում փորձել էր ակցիա անել։ Դրանից հետո վարչապետի այցերին զուգահեռ իրավապահները Հակոբյանին մի քանի ժամով զրկում են ազատությունից։ Քշել հասել է Չարենցավանից հեռու 100 կիլոմետր հեռու Մարտունի, որպեսզի ոչ այդ Նիկոլ Երեսը տեսնեմ, ոչ, հա։ Հասուն հետ գալուց, Մարտունից հետ գալու Քյավառի ճանապարհին մի քանի մեքենաներով շրջափակեցին, բարեկ, քրեականի աշխատողներ եւ այլ, բայց դու ցերփակալված ես, քեզ տանում ենք Գեղարքունիքի քրեական վարչություն զենք զինամթերք կրելու համար։ Մի խոսքով տարան այդ վարչությունն իրանց դե արդեն հասկանալ էր ինչ համար են տարել։ Հա մի քանի ժամ պահեցին, հա, մի 2-3 ժամ պահեցին, իբր թե վերջում էլ բակներես լավ մոտը ոչ մի բան չենք հայտնաբերել։ Իսկ վարչապետի մարզային այցն այսօր դարձյալ չանցավ առանց հյուրասիրության։ ՔՊԱ-ական Սասուն Միքայելյանի թաղամասում Փաշինյանի այցից առաջ արդեն պատրաստություն էին տեսնում։ Այստեղ ելույթն ավարտելուց հետո Նիկոլ Փաշինյանը թիմակիցները հյուրասիրությունից չհրաժարվեցին։ Այս պահին սպասում էր հատկապես Անդրանիկ Քոչարյանը։ Ժամ 1-ին մաշկերը Սևանասով ես քեզ ասում։ Նիկոլ Փաշինյանը սնվելուն զուգահեռ հետաքրքրվում էր ինչպես այս թաղամասում արված աշխատանքներով, այնպես էլ Գառի մսի ծագմամբ եւ հոգեվոր հարցերով։ Այս եկեղեցին որ թվի է։ 1881-ից 1873 թվականների կառուցվել։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ, որ այսօր Սյունիքով է շրջում, Կապանի հրապարակում հրավիրած հանրահավաքում արձագանքել է Փաշինյանին, որը մայիսի 28-ին նշանակված զորահանդեսին ընդառաջ, այսօր ասել էր, թե իշխանության գալով ավերակ բանակ է ստացել։ Եռագլուխ, պատերազմ, բերող, չգիտեմ, ինչ հիմարություն ասես այս մարդը դուրս է տալիս եւ անում է դա նրա համար, որ իր խոստումներից ընդհանրապես չխոսա։ Եվ այսօրվա հայտարարությունը ասեց հետևյալը, ուղղակի մեջբերեմ բանակ կոչված ավերակը իբրև ինքը ժառանգություն է ստացել բանակ կոչված ավերակը իր բառերն են ուղղակի հիշեցնեմ 21 թվական սեպտեմբեր ամիս Սարդարապետի համալիրում ինքը անձամբ հայտարարում էր, որ տարածաշրջանի ամենից մարտունակ բանակն է հայկական բանակը։ Եվ 70 հոգու տալիս է մարտական խաչ, 1 հոգու ազգային հերոսի կոչում, միայն մի բանի համար, որովհետև սահմանամերձ ինչ որ մի ընդհարում է եղել Թավուշի մարզում, Հայաստանի հյուսիսում։ Բալավ 30 ունես դու։ Սա իսկական այն ժամանակն է, որ մենք պետք է Սունյանց ողջունը հիշենք։
Ընտրակաշարքի վերաբերյալ նոր հրապարակումների ֆոնին ուժեղ Հայաստան կուսակցությունը շարունակում է հերքել բոլոր մեղադրանքները ու մինչ հակակոռուպցիոն կոմիտեն հերթական գաղտնալսումներն ու քրեական գործերն են ներկայացնում, իրավապահները ընդդիմադիրների հերթական խմբին են կալանավորում։ Ուժեղ Հայաստանում հակադարձում են, թե իրավապահները չեն տարբերում ընտրակաշարքը աշխատավարձից։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը հերքում է, թե ընտրակաշարք է խոստանում ու տալիս ընտրողներին, թեև գրեթե ամեն օր հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսումներ է հրապարակում, քրեական գործեր է հարուցում ու կուսակցության պատասխանատուներին կալանավորում ընտրողներին կաշառելու մեղադրանքներով։ Գործարարի եղբորորդին Նարեկ Կարապետյանը, որ առաջնորդում է կուսակցության ընտրական ցուցակն ու քարոզարշավը, պնդում է, թե իրավապահների հրապարակումները կեղծված են, մոնտաժված։ Ասում է, փաստաբանները հակակոռուպցիոնից պահանջել են ամբողջական ձայնագրությունները։ Կարող եք վստահ լինել, որ եթե ամբողջ ձայնագրությունը լինի, դեպքերի 99%-ը ուղղակի մարդկանց մոտ տպավորություն թողնելու դեպքեր են։ Ասում ես լսել եմ 5-6 ձայնագրություն, դրանից հետո էլ չեմ լսում, ճիշտը որ ասեմ, որովհետև արդեն բան է 5-6-ի մեջ բոլոր ուղղություններով մենք դիմել ենք, որ ունենան ամբողջ ձայնագրությունը, դա մարդկանց աչքերը կբացի։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի Հակակոռուպցիոնի այսօրվա հերթական հրապարակման մեջ տղամարդիկ խոսում են ինչ-որ գումարի խոստումի մասին։ Անուններ են տալիս, հետո մեկ այլ խոսակցության մեջ հանդիմանում, թե ինչու են Ոմն Տիգրանին գումար տալու մասին հեռախոսով խոսում։ Ասալամարդ է մոտիկ գնալու, բայց հեռախոսամ նախ առաջինը տես բան չեն խոսում։ Հա դե գյուդում եմ թե։ Հա։ Մի քանի օր առաջ մեկ այլ հրապարակման մեջ էլ ենթադրաբար կուսակցության Ալավերդու պատասխանատուներն էին խոսում ինչ-որ վճարումների մասին։ Այս գործով 3 անձ կալանավորվել է 2 ամսով։ Մինչդեռ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վանաձորի նախկին քաղաքապետ 5 տարի առաջ կոռուպցիոն մեղադրանքներով քրեական հետապնդման ենթարկված Մամիկոն Ասլյանը պնդեց, խոսքը ոչ թե ընտրակաշարքի, այլ միայն աշխատավարձի մասին է եղել։ Բայց ինչի գումարի չափանշվում, ասենք մարդիկ աշխատողներ են, բոլոր ժամանակներում շտաբի կներեք կան կամավորներ, որոնք որ ձերի են աշխատում իրանց կամքով, բանով, կան մարդիկ, ովքեր որ ձևավորվում է համապատասխան շտաբային աշխատակազմ, չէ, ակտիվիստներ, պատասխանատուներ։ Ընտրակաշարքի էլեմենտներ են։ Բացարձակ ընտրակաշարքի էլեմենտ չկա, ընտրակաշարքի էլեմենտը նրա համար է, երբ որ դուք մարդուն վճարում եք, որպեսզի նա ընտրության գնա։ Եթե դուք մարդուն վճարում եք, որ նա աշխատանքներ տանի, դրա ընտրակաշարքը ո՞րն է։ Այսօր Լոռու ամենամեծ գյուղում Օձունում ուժեղ Հայաստանի թիմին դիմավորողների մեջ էր նախկին գյուղապետ Արսեն Տիտանյանը, ով 2021 թվականին հայտարարել էր, թե քպեական մարզպետն իր աշխատասենյակում իրեն հարվածել է, հարկադրել հրաժարականի դիմում գրել։ Դրանից հետո 14 տարի գյուղի ղեկավարած Տիտանյանը հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից, այլևս թեկնածություն չառաջադրեց։ Այսօր սակայն դարձյալ քաղաքականության մեջ է ուժեղ Հայաստան կուսակցության շարքերում։ Հարցին, թե ինչու Օդունում քարոզարշավի եկածների մեջ մեծ չէ տեղացիների թիվը, պատասխանեց. Դե ճիշտն ասած ես չգիտեմ, օձունեցները քիչ են շատ են, բայց ժողովուրդը շատ են էլի։ Բայց օձունեցներին հաստատ դեպքով գիտեք, էլի, տեսնում եք, որ բավականին Դե բոլոր տեղերից էլ կան էլի, մարդիկ կան։ Ինչ է կարծում, էլի շանսերը այս քաղաքական Ընտրությունները կասեն էլի, հիմա ես չեմ կարող ասեմ։ Քաղաքականությունը 5 տարի առաջ լքած մեկ այլ համայնքապետ Թումանյան քաղաքը 25 տարի ղեկավարած Լևոն Զավարյանը նույնպես ուժեղ Հայաստանի հետ էր։ 2020-ի պատերազմից հետո, երբ դեռ պաշտոնավարում էր, նա միացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այսօր Փաշինյանի ընդդիմախոսների հետ էր, ասաց ընկերներին աջակցելու է եկել։ Քաղաքականության մեջ չկան, թոշակառու ենք։ Ընդամենը չէ, սրանք մեր հարազատներն են, մենք իրենց կողքին ենք կայնած։ Այսօր Լոռիում Կարապետյանի քարոզարշավին մասնակցում էր ապրելու երկրի անդամ Ալավերդու նախկին քաղաքապետ Արկադի Թամազյանը, որ 2021-ին ընտրվեց, բայց մեկ տարի անց քպեականների անվստահության միջոցով պաշտոնանկ եղավ։ Ալավերդիում գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին սատարում է նաև Լոռու նախկին հանրապետական մարզպետ Գազպրոմի Լոռու մասնաճյուղի տնօրեն Արթուր Նալբանդյանը։ Նա նույնպես 2018-ին պաշտոնը թողնելուց հետո քաղաքականության մեջ չէր երևացել։ Նրա որդին Լևոն Նալբանդյանը ընդգրկված է ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակում։ Հայաստան։ Ո՞ւստեղծեն այդ ամենը մեր Հայաստանի համար։
Նարեկ Կարապետյանն այսօր եղավ Օձունի հրապարակում, Աղթալայում, քայլեց Ալավերդու կենտրոնական փողոցով, կրտսեր Կարապետյանը լուսանկարվում էր քարոզարշավի եկածների հետ, իսկ նրանք վանկարկում էին Ավագ Կարապետյանի անունը։ Ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդն էլ այսօր բացառել է, որ իր ունեցվածքը պահելու համար իշխանության հետ համագործակցության կգնա։ Անցած շաբաթ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Արարատ ցեմենտ գործարանը պետականացնելու մասին հայտարարած վարչապետը օրերս շարունակել էր այդ ցանկը, այս անգամ հասնելով Ծառուկյանի առանձնատանը։ Լրագրողները այսօր ԲՀԿ առաջնորդին նաև փորձել են պարզել, կարող է արդյոք կրկնվել 2015 թվականի պատմությունը, երբ իշխանությունների ճնշման ներքո նա հայտարարեց քաղաքականության էջը փակելու մասին։ Ինստինկտիվ հասկանում ես ամեն մարդ իր գնահատականն ունի, իր արժեքներն ունի, իր ապրածն ունի, իր թողածն ունի։ Ծառուկյանը նման է տվյալ բանի, ինչ որ հանուն ունեցվածքի, որ ես իմ ազգովի խայտարակվեմ, որտեղ մտնեն, ասեն դավաճան, իր ունեցվածքի համար սաղ ժողովրդին վարի տվեց, եթե այսօր մարդիկ պատերի տակ նստած, ասեմ, ախ ցավալի է, խնդրում եմ ձեզ, դուք որ գնացեք մի հատ տարածքները նայեք, էլի մրթեք մարդկանց տները, իրավիճակը նայեք, ձեռները նայեք, տան ունեցվածքը նայեք, սիրտդ կցավա, որ նայում ես, ոնց կարա դու քո ունեցվածքի համար, հանուն այդքան ու դու ոնց ասեմ քեզ, ընդմիշտ դու ոնցով դառնալու ես ազգի թշնամի։ Ծառուկյանը այդ գործարաններից չի, ես ասել եմ, իմ ունեցվածքը ինձ տեղյակ եմ պահել, որ սենց նախապատրաստում են դեռ 2 ամիս առաջ թղթեր են հավաքում, ես ասել եմ երբեք ես չեմ կարող իմ հայրենիքը դավաճանել հանուն ունեցվածքի։ Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի հասցեին հնչող մեղադրանքներից զերծ չմնաց նաև միասնության թևերը։ Մինչ կուսակցությունը առաջնորդող նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը խոսում էր իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին, իշխանամետ շրջանակները շտապեցին նրան մեղադրել Ռուսաստանից ֆինանսավորվելու եւ աջակցություն ստանալու եւ պահեստային թեկնածու լինելու մեջ։ Միասնության թևերը հերքում է մեղադրանքները, պնդելով, թե իրենց վերագրվող ծախսերը իրականությանը չեն համապատասխանում։ Միևնույն ժամանակ ընդդիմությունը պնդում է, իրավապահները ընտրողաբար են արձագանքում ահազանգերին, անտեսելով իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները։ Մարտունի քաղաքում բացվելու է ԿՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղակ պահեք, որ պարտադիր ներկա գտնվեն։ Միասնության թևերի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը 3 հանրայինի եթերում իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման հերթական դեպքի մասին էր ահազանգում։ Քիչ անց նրան էլ մեղադրանքներ բաժին հասան, մասնավորապես Ռուսաստանից ֆինանսավորում ու աջակցություն ստանալու վերաբերյալ։ Իրավապաշտպան Դանիել Հովհաննիսյանը ռուսական դոսիե կենտրոնի հետաքննությանը հղում անելով տեղեկացրեց, թե առերևույթ ապօրինի ավելի քան $2 միլիոն ստանալու դեպքի առիթով հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։ Ռուս գործարար ու ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած դոսիե կենտրոնը խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտության փորձերի մասին մի հետաքննություն է հրապարակել, պնդելով, թե այն հիմնված է ռուսաստանցի քաղաքագետների ու քաղտեխնոլոգների ներքին փաստաթղթերի վրա, թե ինչպես է նրանք այդ փաստաթղթերին հասանելիություն ստացել, պարզ չէ։ Դրանք ոչ ստորագրված են, ոչ կնքված։ PDF ֆորմատի ֆայլերը պարզապես կցել են հետաքննության տեքստին։ Ըստ այս հրապարակման Մոսկվան Արման Թաթոյանին որպես մեջբերեմ պահեստային թեկնածու է դիտարկում։ Դոսիեն պնդում է, թե իրեն ձեռքի տակ է Արման Թաթոյանի գլխավորած ուժի քարոզարշավի ծախսերի նախահաշիվները։ Ռուսերեն ու Excel ֆորմատով կազմված ֆայլերը կցել են հետաքննության էջին։ Ըստ այս տվյալների Թաթոյանի թիմը քարոզարշավի ընթացքում պլանավորել է շուրջ 930 միլիոն դրամ ծախսել։ Այս ֆայլերում սակայն ոչ անուն կա, ոչ ամսաթիվ, ոչ էլ ստորագրություն կամ հեղինակի նույնականացնող որևէ այլ տվյալ։ Հետաքննության հեղինակները հավելում են, իրենք էլ տեղյակ չեն, թե ով է ֆինանսավորում միասնության թևերի քարոզարշավը։ Հեղինակների այս նախադասությունը սակայն չի խանգարել Դանիել Հովհաննիսյանին հայտարարել, թե Թաթոյանի գլխավորած ուժը Ռուսաստանից, մասնավորապես նախագահ Պուտինի աշխատակազմի պետի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի համակարգմամբ գործող ինստիտուտից է գումար ստացել։ Միասնության թևերը հերքում է մեղադրանքները, պնդելով, թե իրենց վերագրվող ծախսերն իրականությանը չեն համապատասխանում, իսկ ֆինանսավորման աղբյուրների մասին
տեղեկությունները մեջբերեմ ընդհանրապես սուտ են։ Միասնության թևեր կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս Ռուսաստանից։ Թաթևյանի գլխավորած կուսակցությունը պատրաստվում է դատի տալ հրապարակման հեղինակներին։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը պնդում է, թե իրենց բոլոր քայլերն օրինական են եւ տեսանելի են ֆինանսական հաշվետվություններում։ Այդուհանդերձ Հայաստանում տասնյակ գրասենյակներ ունեցող կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, թե մայիսի 12-ի դրությամբ իրենց հաշվին ընդամենը 611,438 դրամ է եղել, ինչը բավարար չէ գրասենյակների սպասարկման ու քարոզարշավի ծախսերի համար։ Անցած շաբաթ էլ իշխանությունները տարածելով մեկ այլ ռուսական լրատվամիջոցի հրապարակում ուժեղ Հայաստան դաշինքն առաջնորդող Սամվել Կարապետյանին ռուսական գործակալ լինելու համար էին մեղադրում։ Այդ պնդումների հիմքն էլ The Insider-ի հրապարակմանը կցված մի սկրինշոթ էր, որտեղ Սամվել Կարապետյանի աշխատավայրի դիմաց գրված է FSB։ Նրա եղբոր որդի Նարեկ Կարապետյանը նույն նշումով մի քանի այլ անձանց տվյալներ է հրապարակել, պնդելով, թե 1990-ականներին Ռուսաստանում սա տարածված պրակտիկա է եղել։ 1960-70-ականներին ծնվածների աշխատանքային վայրը տեղեկատվական բազաներում հենց այդպես են ներկայացրել։ Մինչ ընդդիմադիր ուժերի հասցեին տարատեսակ մեղադրանքներ են հնչում, իրավապահները մինչ այս պահը ընթացք չեն տվել քարոզարշավի ընթացքում տարբեր մարզերում իշխող քաղաքացիական պայմանագրի օգտին վարչական ռեսուրսի կիրառմանը հազանգերին։ Դասի էինք, ուղղակի եկել ենք ստեղ հենց Փաշինյանի համար։ Հա, ավարտվեց։ Ասացիք Փաշինյանի այցի համար եկել եք ստեղ։ Հա, ես դասի շուն։ Քանիսին է ավարտվել ձեր դասը։ Մի րոպե։ 12:25 զանգը տվել է։ Բայց սովորաբար երբ է դասերն ավարտվում։ 2-ից 5 պակաս։ Տեղափոխվենք մերձավոր արևելք, որտեղ իրավիճակը դեռ լարված է։ Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցությունները թեև շարունակվում են, սակայն կողմերի միջև շարունակում են մնալ լուրջ տարաձայնություններ թե Իրանի սառեցված միջոցների, թե միջուկային ծրագրի շուրջ։ Լարվածության ֆոնին ակտիվացել է նաեւ Իսրայելը, հարվածներ հասցնելով Լիբանանի հարավին։ Միացյալ Նահանգների զինուժը հայտնել է, որ Իրանի հարավում հարվածել է հրթիռների արձակման կայանների եւ նավերի, որոնք ամերիկյան կողմի պնդմամբ փորձում էին ականներ տեղադրել նավագնացության կարևոր ուղիների մոտ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պարզաբանել է, որ հարվածները նպատակ ունեն ամերիկացի զինծառայողներին պաշտպանել Իրանից եկող սպառնալիքներից։ در اطلاعیه روابط عمومی سپاه پاسداران Ըստ իրանական լրատվամիջոցների պայթյուններ են որոտացել Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում եւ կից շրջաններում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ 1 F-35 կործանիչ, ինչպես նաեւ հետախուզական 2 անօդաչու է ներխուժել Իրանի օդային տարածք, որոնցից մեկը խոցել են։ Կորպուսը նաեւ հայտարարել է, որ հակահարված կտա ԱՄՆ կողմից հրադադարի ցանկացած խախտման։ Իրանի գերագույն առաջնորդը, որը վիրավորվել է պատերազմի առաջին օրը, դեռ չի ներկայացել հանրությանն ու միայն գրավոր ուղերձներ է հղում, հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրներն այլևս չեն ծառայի որպես վահան ԱՄՆ բազաների համար։ Հաջի եւ Կուրբան Բայրամի արդիվ հղած ուղերձում, որն ընթերցվել է պետական հեռուստաընկերության եթերում, Այաթոլլա Մոջթաբա Խամենեին նաեւ նշել է, որ մեջբերում է Իսրայելի սիոնիստական ցնցված ռեժիմը մոտենում է իր դժբախտ գոյության վերջին փուլին։ آنچه در این زمین مسلم است عقربه زمان به عقب بر نمیگردد Միացյալ Նահանգները ոչ միայն այլևս անվտանգ ապաստան չի ունենա իր չարագործությունների եւ տարածաշրջանում ռազմական բազաներ հիմնելու համար, այլև օրեցօր ավելի է հեռանում իր նախկին կարգավիճակից։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հրադադարը խախտելով ԱՄՆ-ն ցույց է տալիս մեջբերում է իր չարությունն ու երեսպաշտությունը Իրանի նկատմամբ։ Նախարարությունը նաեւ նշել է, որ Իրանը ոչ մի վարքյան չի տատանվի պաշտպանվելու հարցում եւ կպատասխանի այս հարվածներին։ Իրանն ԱՄՆ վարչակազմին է պատասխանատու համարում այս ագրեսիվ եւ անարդար գործողությունների հետևանքով առաջացած բոլոր հետևանքների համար, ասվում է հայտարարությունում։ Զինված ուժերի խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած նոր ագրեսիա կարժանանա շատ ավելի խիստ պատասխանի։ Նոր պատերազմի դեպքում ըստ Աբոլ Ֆազլ Չեքարչիի Իրանի հարվածները կլինեն ավելի լայնածավալ ու դաժան, քան նախորդները եւ դուրս կգան տարածաշրջանի սահմաններից։ ԱՄՆ զինուժի նոր հարվածները տեղի են ունենում Պակիստանի միջնորդությամբ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող բանակցությունների ժամանակ։ Երեկ էլ իրանական պատվիրակությունը մեկնել էր Կատար ըստ Հասնին գործակալության բանակցելու իր սառեցված ակտիվների ապասառեցման շուրջ։ Գործակալության փոխանցմամբ Թեհրանը պնդում է, որ դրանց կեսը մոտ 24 միլիարդ դոլար ապասառեցվի Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման համաձայնագրի ստորագրումից առաջ։ Ֆարս գործակալության տվյալներով սա վերջին լուրջ խնդիրն է, որի շուրջ կողմերը դեռ չեն համաձայնել։ Իրանին հասցված նոր հարվածներից ժամ անց ԱՄՆ պետքարտուղարը Հնդկաստանում հայտարարել է, որ Թեհրանի հետ գործարքը դեռ հնարավոր է, սակայն Իրանը չի կարող փակ պահել Հորմուզը։ Նեղուցն այսպես թե այնպես պետք է բացվի, ասել է Մարկո Ռուբիոն։
Այնինչ այնտեղ կատարվում է անօրինական է, ապակայունացնում է աշխարհն, անընդունելի է, դա չի կարող տեղի ունենալ։ Նեղուցները պետք է բաց լինեն, անարգել առանց վճարների եւ ակնհայտ է, որ դա պետք է տեղի ունենա անմիջապես։ Ամերիկա-իրանական բանակցությունների կնճռոտ հարցերից է նաև Թեհրանի միջուկային ծրագիրն ու հարստացված ուրանի խնդիրը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հարստացված ուրանը կամ պետք է ոչնչացվի Միացյալ Նահանգներում, կամ տեղում։ Հարստացված ուրանը կամ անմիջապես կհանձնվի Միացյալ Նահանգներին, որպեսզի բերվի ԱՄՆ եւ ոչնչացվի, կամ նախընտրելի է Իրանի հետ համատեղ եւ համակարգված կերպով կոչնչացվի տեղում կամ այլ ընդունելի վայրում, ատոմային էներգիայի հանձնաժողովի կամ դրան համարժեք մարմնի մասնակցությամբ։ Իրանին ԱՄՆ նոր հարվածների ֆոնին Իսրայելն այսօր ավելի ինտենսիվ է հարվածել Լիբանանի հարավին։ Իսրայելական բանակը պնդում է, որ թիրախավորում է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի ենթակառուցվածքները։ Հաղորդվում է մեկ տասնյակից ավելի զոհերի եւ վիրավորների մասին։ Իսրայելական բանակը նաև մոբիլիզացիա է սկսել Լիբանանի վրա ցամաքային հարձակումն ուժեղացնելու նպատակով։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հաջողություն։